Նման ռազմավարություն մշակելու համար պետք է ունենալ անկոտրում կամք, հեռատեսություն եւ հաստատակամություն, բայց նման բաներից զուրկ է բնակչության մեծ մասը։ Դրա համար երբեք չեն հասկանա այս երկարատև մոտեցումը։ Նման մտքեր չեն հասկանում, դրա համար երբեք չեն կարող հասկանալ նման ճանապարհի միջով անցնող քաղաքական գործիչներին, բայց պատմությունը հաճախ ցույց է տվել, որ միայն այդ ճանապարհն է իրականում տվել երկարատև ու դրական արդյունք։ Հետևաբար, մինչդեռ շատերը խառնվում են իրար եւ փորձում են անհամբեր երեխայի պես արագ գործ անել, որպեսզի արագ մի արդյունք տեսնեն, ավելի ողջամիտ ու իմաստուն հայերը պարտավոր են անցնել ավելի խելամիտ, երկար, տաժանակիր, բայց նաեւ ամենապատվաբեր ճանապարհը, եթե իսկապես ուզում ենք փրկել մեր հայրենիքը ու անկախ պետականությունը, այլ ոչ թե ընդհանրապես ինքնահաստատման զբաղվել։ Սա է արժանապատիվ ու ազգայնական հայի միակ ճշմարիտ քաղաքական ուղին։ Նեոբոլշևիկյան համակարգի եւ նրանց աճպարարական մեխանիզմների ոչնչացման ժամանակ կպատրվի նաեւ ներկայիս պատրանքը։ Մարդիկ դուրս կգան հիպնոզի ազդեցությունից եւ կհասկանան, որ մեզ նման այսպես ասած մարգինալ ազգայնականները ճիշտ էին ասում, որի արդյունքում քաղաքական դաշտում մեծ եւ անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն։ Մարգինալները կդառնան կենտրոնական ու հետո նաեւ գլխավոր ուժ, իսկ այսօրվա կենտրոնական ուժերը կնետվեն պատմության աղբանոցը։ Մեր ազգը դարերով քնած է մնացել, բայց վստահ ենք, որ զարթոնքը գալու է, ցնցելով մեր լեռնաշխարհը եւ ինչու՞ չէ, նաեւ ողջ աշխարհը։ Ինչպես Նիչեն է ասել, եթե առաքինությունը քնած է մնացել, ապա կարտնանա առավել զորացած։ Մեր նման շարժումները չեն տարածվում մեմերի պես, հանկարծակի ու անցողիկ։ Ընդհակառակը, աճում են ստոր գետնա արմատների պես, դանդաղ, անտեսանելի, հետո պայթելով, երբ երկիրը կանգնում է մի նոր ճգնաժամի առաջ։ Այսօր մեր ապրած պասիվ ու անտարբեր օրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ փոթորիկից առաջ անդորը, փոթորիկ, որ օրեցօր մոտենում է։ Հոսանքը սովորական քաղաքական կազմակերպություն չէ, ոչ թե միայն անկախ ազգայնական շարժումը, որը 21-րդ դարում նորից կյանքի է կոչում Նժդեի գաղափարները։ Հոսանքը գալիք մեծ ճգնաժամի, այդ գալիք փոթորիկի կայծակն է։ Մենք շատ հստակ ու բնական ռազմավարություն ունենք։ Ձևավորվում ենք ստվերում, կոփվում ենք պայքարով եւ կանչվում ենք ճակատագրի կողմից։